Ողջույն, այսօր քաղաքացիներին ուղղելու ենք ինտելեկտուալ հարցեր։ Որտեղ են հորինվել արաբական թվերը։ Ես գնացի։ Ինչի՞ս է պետք արաբական թվերը, օրինակ։ Արաբական Էմիրությունում, Եգիպտոս, Սաուդյան Արաբիայում, Չգիտեմ։ իհարկե Արաբիայում, Արաբներ են հնարել։ Բնականաբար Արաբիայում։ Հնդկաստանում, Հնդկաստանում։ Ինչից է բաղկացած ամպը։ օդից, գազից, Տարբեր գազային մոլեկուլներից։ Գոլորշուց։ Գոլորշիներից, Գոլորշիից։ ջրային կոլորշիներից, ամպը ջրի գոլորշու կուտակում է։ ամպը բաղկացած է ջրի գոլորշիներից, ջրից, Ջրից։ Որն է ամենաբարձր լեռը։ ամենաբարձր լեռը Հիմալայներում, որն է Էվերեստը չի երևի, հա, ավելի փոքր է, Էվերեստն է, հա։ Մասիսը մեր, հա։ Աշխարհի։ Հիմալայները։ Կիլիմանջարո, Գիմալայի։ Որն է ամենաբարձր լեռը։ Ջոմոլունգման, Էվերեստը, ամենաբարձր լեռը, Էվերեստը, Ամենաբարձր լեռը։ Հայաստանում թե Աշխարհում։ Էվերեստը, Աշխարհում Էվերեստը։ Չմոլունգման։ Ջոմոլունգման 8848 մետր։ Ինչ է ծիրկաթինը։ Ծիրկաթիլը, Կաթին։ ծիրկաթին։ Լսած կլինեք ասել։ Իհարկե, կարդացել ենք, լսել ենք։ Ծիրկաթին, բայց չեմ կարող բացատրել թե ինչ է։ լսել եմ հաստատ, հա, ուղղակի, չեմ կենտրոնանում ես պահին։ Կատին։ Ծիրկաթինը։ Այդ ինչ անշան։ Ծիրկաթին չեք լսել, չէ՞։ համաստեղություն, համաստեղություն, Դա բան է, աստղերի փունջ է երկնքում։ Ծիրկաթինը բան է, համաստեղություն է, աստղերի կուտակում, ավելի ճիշտ։ Համաստեղությունը։ գալակտիկա, Գալակտիկա, Ով է գրել Լուսնի սոնատը։ Մոցարտ, լուսնի սոնատը, Տերյանը, Ինչ։ Տերյանը, Շոպեն, Լուննեսան Բեթհովեն, հա, կարծեմ։ Բեթհովեն։ Բեթհովեն, Բախ, Բեթհովենը։ Լուսնի սոնատը գրել է Բեթհովենը։ Բեթհովենը։ Բիթխովեն։ Քանի աչք ունի սովորական ճանճը։ Երկու աչք ունի, չէ, շոտ են, բաժան, չեմ հիշի, թիվ չեմ հիշի հաստատ։ Չգիտեմ, չէ։ Ճանճ չեք տեսել։ Տեսել եմ Աչքերը չեք հաշվել։ երբեք։ երկու, Երկու աչքանի ճանճ տեսել եք։ ոչ, 8 չգիտեմ 8 երկու, երևի 2 չգիտեմ ճիշտ ասած Երկու։ Երկու աչքանի ճանճ տեսել եք։ Չունի մեկ։ Ուրեմն մեկ։ Չգիտեմ։ Մոտավոր։ 5 Ճիշտ է։ 5 աչքանի ճանճ տեսել եք։ 5, Որ դեպքում է տնփեսա գնալը ճիշտ։ երբ որ փող կա, Ինչքան փող։ ինչքան շատ այդքան լավ, Դուք կգնայիք, որ շատ փող լիներ։ կմտածեի այդ ուղղությամբ, Ինչքան լիներ, որ մտածեիք։ դե մեքենա տուն, աուտա եկիր գնալ, արդեն լավ կլիներ, Հազոքանչի ճնշումներին ո՞նց եք դիմանալ։ ինչ մա փողի համար արժի, Տնփեսը ասվածը, դա չգիտեմ, մի քիչ խորիմաստ երևի արտահայտություն է, դա պետք է ամեն մարդ ինքը ընտրի։ նույն ձևել ես կարամ ասեմ, որ հարց տանելն է սխալ, ճիշտ եմ համարում առանձին ապրելը, Դուք չեք գնա տնփեսա։ տնփեսան, նու, նա չի քննադատում եմ, բայց նախընտրելի չի, Ասենք որ մի հատ sense հարուստ յաշիկով աղջիկ լիներ, չեք գնա իրանց տուն, սենց թակավորի նման պահեր։ չէ, Եթե ընտրվածը չափազանց լավն է, շատ լավն է։ Կարելի է ճնշումներին դիմանալ։ Ոչ միայն զոքանչի ծնշումին եւս պետք է դիմանալ որ գնալ։ Ով ուզում է գնա կարող է ստիպված է, կարող է ինչ-որ չագերտավոր պատճառներ ունե եւ այլն։ Մեջը փող կա գնում է, չէ։ Ճիշտն ասած, հա, չէի ուզում ես։ Նման բան ասել, թե չէ տնպեսա գնալը։ Ինչ տղամարդ որ մարդ կարող է գնա, բան չունեմ ասել, բայց ինչ տղամարդ որ գնում է տնպեսա։ Ըստ ձեզ ո՞րն է բարետես արտաքինը։ ում արտաքինը, Բարետես արտաքինը։ բարետես արտաքին, նու եւի բարձրահասակ, խնամված ու հարուստ, ինչքան հարուստ, այդքան բարետես։ Դա վերաբերվում է կոկիկ արտակինին, ոնց ասում են, չէ, դիմավորում են արտակինով, հագուստով,
ճանապարհում են խելքով։ Տղամարդուն էլ կարող ես ասել, կնոջն էլ կարող ես ասել։ Սլացի կազմվածքով առանց ինչ որ, չգիտեմ, արտասովոր դեմքի կամ մարմնի գծերի։ Որ ասում են աշխատակից ենք պահանջում բարետես արտաքինով։ Այդ ինչ նկատի ունեն ձեր կարծիքով։ Դե ամեն դեպքում հաճելի լինի։ Դուրեկան, ուրիշ բան, որ անպայման համակրելի, բայց ոչ միայն դեմքի, այլև ընդհանրապես պետք է ամեն անգամ խոսքը կարող է դեմքը փոխի։ Կարգապահ բարդաճանաչ մարդուց գեղեցիկ գոյություն չունի։ Գիտեք ինչ է նշանակում բազրեփոք բառը։ Չէ։ Իրականում ոչ, բայց շատ եմ լսել, այո։ Չէ, առաջին անգամ եմ լսում։ Բազրեփոք չէ։ Առաջին անգամ եմ լսում։ Ինչու են ասում բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Ես համաձայն եմ։ Համաձայն եք։ Ինչով են նույնը։ Նու մեծ մասը բոլորը չէ, բայց մտածելակերպով հիմնականում նման են։ Պետքա ուղղակի բոլորին լավ ճանաչել, իսկ բոլորին լավ ճանաչել միաժամանակ չես կարայի։ Հերթով պետքա։ Հերթով պետքա ճանաչես։ Իրականում սխալ է այդ արտահայտությունը իմ կարծիքով, քանի որ ոչ բոլորն են իրականում նույն ձև դրսևորում կամ նույն կերպ վարվում տվյալ իրավիճակներում։ Ըստ իս բոլորը նույնը չեն։ Մեջները կան, չէ՞ լավերը։ Կան, տարբերություններ կան, քիչ թեկուս, բայց կան։ Չի կարող պատահի։ Այդ չգիտեմ ում կարծիքն է, այդպես բան չի լինում։ Ոնց կարող է պատահի բոլոր տղամարդիկ նույնը լինեն։ Բոլոր տղամարդիկ կարող է ֆիզիկապես նույնն են։ Դե երևի ինչ որ մեկը մի հատ սխալ անում, տենց բնորոշում են բոլորի վրա, էլի։ Այս նույնը չէ։ Դե իհարկե ոչ։ Որ հարցը չեք սիրում, որ ձեզ տալիս են։ Քաղաքականության հետ կապված ցանկացած հարց։ Չեմ սիրում, երբ հարցում են ինչ կա։ Ու չգիտեմ ինչ պատասխանեմ։ Ասում եք բան չկա, դու ասա։ Դե անկապ հարց իմաստը չեմ հասկանում։ Տարբեր էլի, մի հարց կա դուրդ գալիս է, հարց կա չի գալիս։ Այդ տվյալ պայն էլի արդեն որ ներվային անում ես, այդ ժամանակ դի հասկանաս ինչը դուրդ չի գալիս։ Բայց ինչի համար ես անում, որ անում ես։ Օրինակ այդ հարցը, որովհետև ես մտածում եմ, թե ինչ որ մի բան անում եմ, ուրեմն կարևոր է։ Որ ասում են, բա այսօր ինչ ես եփելու։ Այդ հարցը սիրում եք։ Դե գիտեք ինչ, այդ հարցը երևի թե այսօր մեր բոլոր կանանց մեջ տարածված հարց է, այսինքն կենցաղային հարց է։ Ընդհանրապես եթե քաղաքական հարցեր են տալիս, ես չեմ սիրում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Ինչ եք անում, երբ վատ տրամադրություն եք ունենում։ Լողանում եմ։ Բասեինում։ Հա, շատ։ Երևի հիմնական հաց ուտելը։ Մենակ հաց։ Ու կարելի է հաց ուտել կամ ինչ որ ուրախ ինչ որ բան նայել կամ պատասխանել sense հետաքրքիր հարցերի։ Չէ, մենակ հաց եք ուտում, թե պանիր, կանաչի, չգիտեմ, ճաշ։ Չէ, մենակ հաց։ Ասես չոր հացը։ Այսինքն սս կրծում։ Ահա, ամենալավ հայկական բանն է, մենակ հաց։ Բայց ստացվում է, ասենք, սս տխուր դեմքով սպարել։ Չէ, սովորաբար տխուր դեպքով չի ստացվում ապարել, որովհետև երբ որ ես ապարում եմ, ինքս ինքյան ուրախանում եմ։ Հենց ձերը հելավերը ուրախանում եմ։ Աշխատում եմ զբաղվել այնպիսի բաներով, որոնք ինձ հաճույք են պատճառում։ Օրինակ ինչ որ հոբի, գիրք կարդալ լինի, երաժշտություն լսել կլինի։ Գիրք եմ կարդում։ Հատկապես կարող եմ ասել Տերյան, Թումանյան։ Բայց Տերյան կարդում եք ավելի չեք տխրում։ Ոչ, ես ընդհակառակը Տերյանում կարդում, որպեսզի ապրումներս կարողանամ զուգակցել իմ վիճակի հետ ձեր ասած։ Կարես սար բարձանց, կարես վազես, կարես գնաս պրոստը երկար քայլես, անցնում այն։ Իսկ այս տրամադրությունը շատ այշում սար եք բարձրանում։ Եթե շատ այշում, հա այդտենց 2 ամիսը, 1 ամիսը մեկ ալինում, գրում ենք սար, հա։ Կնոջս հետ զրուցում եմ, անցնում է այդ տրամադրությունը։ Ապրեք։